Բարևսելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անունով գալիս եմ քո առաջ, խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա թարմոցությունը, նորոգությունը, խնդրում քո ողջ զորությամբ իջիր մեր վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը անցնում քո ձեռքերի մեջ, որ քո հոգով շարժվես ու ամեն բան, ինչ որ քեզանից է, թող արձակված լինի մեր կյանքերի վրա։ Քո կամքը բարին, հաճելին ու կատարյալն է։ Թող քո կատարյալ կամքը կատարվի ամեն մեկիս կյանքում։ Շնորհակալություն, որ դու քո խոսքը ուղարկում ես ամեն ժամանակ ու լուսավորում ես մեզ, որպեսզի մենք ճանաչենք ճշմարտությունը ու քայլենք ճշմարտության մեջ։ Խնդրում քո Սուրբ Հոգու զորությամբ կպնես ամեն մեկին ու քո կամքը դնես ամեն մեկի սրտի մեջ, որպեսզի ամեն մեկը քո կամքի համաձայն ընտրություն կատարի, որպեսզի լինի պաշտպանության տակ ու օրհնության մեջ։ Ամեն բան, ինչ որ բարձրացած է քո կամքի դեմ, Հիսուսի անունով թող փշրվի քո ոտքերի տակ։ Հայր, քո կամքը Հայաստանի վրա որ ունես, քո գերբնական զորությամբ իրականություն դարձրա ու քո հրեշտակային պաշտպանությունը դիր Հայաստանի շուրջ բոլորը։ Ամեն ծրագիր Հայաստանի դեմ ուղղված թող խափանվի քո հոգու զորությամբ։ Ամեն ծրագիր, որ բարձրացած է քո տեսիլքի դեմ, թող խափանվի։ Հայր, ես խնդրում քո գերբնական պաշտպանությունը Հայաստանի վրա ու քո եկեղեցիների վրա, որ ունես Հայաստանում։ Առաքելական եկեղեցին, որ քո կողմից որոշված ու ընտրված եկեղեցի ա եղել դարեր ի վեր, այն դերն ու նշանակությունը, որ ունեցել է ու թողել է այն ազդեցությունը, որևէ մեկը չկարողանա այդ հիմքից իրան պոկի։ Ոչ մեկ չկարողանա Հայաստանի կոչումը փորձի, անարգի ու հեռացնի Աստծուց Հայաստանը։ Ես օրհնում եմ քո կատարյալ կամքը, Հայր։ Ամեն բան թող լինի քո վերահսկողության մեջ ու ամեն բան, ինչ որ բարձրացած է քո կամքի դեմ, ես հանձնում քո ձեռքերի մեջ։ Քո խոսքի մեջ դու ասում ես, որ վրեժխնդրությունը տվեք ինձ։ Դու ինքդ լափող կրակ ես, նախանձավոր Աստված ես ու ինքդ հաշվի հարդար ես տեսնում ամեն մեկի հետ, ով որ քո կամքի դեմ է դուրս գալի ու փորձում է իրեն բարձրացնի ու վերագրի մի բան, որը իրեն չի պատկանում։ Ամեն մեկը, ով որ իր անձը բարձրացնելով փորձում է հավասարեցնի քեզ, արժանանում է արժանի դատավճռի։ Թող ամեն կուռքերը փշրվեն ու ամեն ով որ իրան բարձրացրել է, թող խոնարհվի Հիսուսի անունով։ Թող քո կատարյալ կամքը կատարվի ամեն ժամանակ Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, գիտեք, ընդհանրապես, երբ որ խոսք է գնում մարգարեությունների մասին ու երբ որ մարգարեությունը այդքան էլ հաճելի մարգարեություն չի, շատ ժամանակ շատերին թվում է, թե դա Աստծուց չի։ Ամեն դեպքում չեն ուզում լսեն մի բան, որը իր մեջ կրում է մի բան, որը զգուշացում է վտանգի մասին։ Օրինակ հիշում եք, երբ որ Հիսուսը ինքը քարոզում էր ու հետո ասում էր, որ այս ժողովրդի սիրտը խստացած է, որ իրանց սրտերը Աստծո հետ չեն։ Ու ինքը հանդիմանում էր փարիսեցիներին, որովհետև փարիսեցիներին թվում է, թե իրանք Աստծո կամքն էին կատարում։ Իրականում իրանց տրված էր ծառայությունը Աստծուց։ Իրանք պետք է կատարեին Աստծո կամքը, բայց իրանց ցանկությունների հետևից էին գնացել, մոռացել էին Աստծո խոսքը, Աստծո կամքը, իրանց սրտերը խստացած էր, մնացել էին նույն ծառայությունների մեջ, նույն պաշտոնների մեջ ու ժողովրդին իհարկե ներկայանում էին որպես Աստծո ծառայող, բայց իրականում իրանց սրտերը Աստծո հետ չէր ու Հիսուսը երբ որ հանդիմանում էր իրանց, շատ խիստ էր հետները խոսում ու նաև խոսում էր այն մասին, որ եթե սենց շարունակվի ու դուք փորձեք
ձեզ նման ձևով պահեք, անարգեք նրան, ում որ Աստված ուղարկել է, ավերակ կդառնա ձեր երկիրը, ինչը որ հետագայում մենք տեսանք, որ տեղի ունեցավ, երբ որ Հիսուսին խաչեցին, ու իրականում Հիսուսին երբ որ խաչում էին, իրանք մտածում էին, թե աստվածահաճո գործ են անում, իրանց մեջից հեռացնում են մոլորությունը, հեռացնում են կեղծիքը, մեկին, որը իր անձը բարձրացրել է ու հավասարեցրել է Աստծուն, մարդկանց կյանքերի վրա բերելով շեղվածություն, սուտ աստվածապաշտություն, ու իրանց տեսանկյունից այն ինչ որ իրանք անում էին, բոլորովին համոզված էին, որ Աստծո կամքն են կատարում, ու դրա համար ոգևորված գոռում էին խաչեք նրան, ու իրանք խաչելով Հիսուսին մեծ հաղթանակ տոնեցին, մտածեցին, որ ազատվեցին այն մոլորեցնողից, որ եկել էր, բայց հետագայում սկսեց կատարվել են բոլոր մարգարեությունները, որ Հիսուսն ասել էր Իսրայելի համար։ 70-ական թվականներին Իսրայել պետությունը դադարեց գոյություն ունենալ, եւ 2000 տարի Իսրայելի մասին ոչ մեկ չգիտեր։ Հրեաները ցրված էին ամբողջ աշխարհով մեկ։ Այն հռչակումները, որ իրանք անում էին, որ Հիսուսի արյունը թող մեր վրա լինի ու մեր զավակների վրա լինի, այսինքն վերցնում էին պատասխանատվությունը, հենց տենց էլ եղավ։ Հիսուսի արյան պատճառով հրեաները կրեցին մեծ չարչարանքներ ու երևի մինչև հիմա էլ կրում են, որտեղ անարգեցին Սուրբին, Աստծո միակ որդուն, Աստծո ուղարկվածին, ճշմարիտ Աստծուն։ Գիտեք, այսօր պատմությունը շատ ժամանակ կրկնվում է։ Հիմա էլ կատարվում են բաներ, որ երբ որ իրավիճակների մեջ նայում ենք, տպավորություն է ստեղծվում, թե այն ինչ որ մարդիկ անում են, դա Աստծո կամքն է, ու այն ինչ որ իրանք անում են, դա ծառայություն է Աստծուն, բայց իրականում այն ինչ որ անում են, դա գործողությունները Աստծո կամքի դեմ։ Ու դրա լրջությունը չհասկանալով շատ ոգևորված են անում, ու մարդկանց էլ ներգրավում են, որ դրան մասնակից լինեն, համոզելով, որ իրանք Աստծո կամքն են կատարում։ Գիտեք, ես հստակ չեմ հիշում երբ էր, բայց մի անգամ մի երազ պատմեցի, որ մեր վեհարանը ինքը հարձակման տակ էր հայտնվել ու գրավել էին, զավթել էին ու արդեն դարձնում էին, թե արդեն դարձրել էին մեջետ։ Գիտես, այդ ժամանակ այդ երազը երբ որ տեսնում էի, դրա մասին խոսում էի, դա մի երազ է, որը ցանկալի չի լսել, որովհետև շատերի ուզածը դա չի։ Մարդիկ սիրում են ավելի հաճելի մարգարեություններ լսել։ Ու երբ որ խոսում ես վտանգների մասին, սպասվող արավիշտների մասին, մարդը ընդհանրապես չի ուզում, որ դա իրան վերաբերվի։ Ցավոք սրտի մենք այսօր տեսնում ենք դեպքերի զարգացումը, մենք լսում ենք Ադրբեջանի հայտարարությունները, մենք լսում ենք Էջմիածնի տարածքը, որ պատկանում է Ադրբեջանին, որ Մայր աթոռը, որ տաճարը կառուցված է այդ տարածքում, դա չպետք է այդտեղ լինի, դա հստակ հիմա Ադրբեջանի խոսույթն է, եթե ուշադրություն դարձնեք, դա իրանց նպատակն է, որը եւ իրականացնում են իրանք։ Իրանք չեն իրականացնում դա պատերազմի միջոցով, իրանք դա իրականացնում են խաղաղ ճանապարհով, օգտագործելով հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդը ոգևորված գոռում է խաչեք դրան, խաչեք առաքելական եկեղեցուն, ինքը մոլորության մեջ է տարել ժողովրդին, ինքը չունի այն զորությունը, որ պետք է ունենար, ինքը չի անում այն, ինչ որ պետք է աներ, խաչեք դրան, հեռացրեք մեր մեջից։ Ու դա այսօր հայ ժողովուրդը ոգևորված իրականացնում է։ Ցավոք սրտի մասնակիցները գնալով շատանում են, որ իրականացնում են սա։ Երեք վաղաշաբաթում ընտրություններ էր, այդ ընտրությունների արդյունքում մարդիկ իրանց ձայնը տվեցին այն ուժին, որը հենց պլանավորել է վեհարանի գրավումը։ Ու մարդիկ
իրանց ձայնը տալով տվեցին իրանց համաձայնությունը, ցանկությունը հայտնեցին, որ իրանք համաձայն են, որպեսզի վեհարանը զավթվի, իսկ հետագայում այդ տարածքը բնական է կդադարեցվի, որպես Աստծո եկեղեցի ծառայելու, իսկ մի օր էլ կվերածվի դա թուրքերի իրազանքին, կդառնա մեջեթ։ Եթե ձեզանից որոշ մարդիկ հիմա մտածեն, որ դա տես չի լինի, ես ուզում եմ, որ դուք նայեք այն մյուս եկեղեցիներում, որ ունեցել ենք հայկական հողերի վրա, այս վերջերս թարմօրինակ է նաև Արցախը։ Արցախի եկեղեցիները տեսեք այսօր գործում են արդյոք ու ինչի են վերածվում։ Որտեղ որ թուրքը գալիս է, ինքը գալիս է նպատակային ջարդելու, փշելու մեր պատմական արժեքները, որպեսզի ջնջի պատմությունը։ Եթե իրանք հայտարարում են, որ Էջմիածինը ադրբեջանական հող է, մի կասկածեք, որ իրանք անպայման բոլոր այդ տարածքում գտնվող եկեղեցիները, տաճարները վերածելու են մեջեթների։ Իրանք դա անում են հայ ժողովրդի օգնությամբ, ովքեր որ մասնակից են ու կողմնակից են, որպեսզի այն արշավը, որ սկսվել է առաքելական եկեղեցու հանդեպ, ունենա հաջողություն։ Ես պատահական չի, որ բերեցի Հիսուսի օրինակը ու ցույց տվեցի, թե ինչ եղավ Հիսուսից հետո, երբ որ խաչեցին Հիսուսին։ Եկավ անեծքը Իսրայելի վրա։ Երբ որ նույնը կկատարվի առաքելական եկեղեցու հետ, նույն անեծքը կգա Հայաստանի վրա։ Դա իմ ցանկությունը չի, դա Աստծո խոսքի հիման վրա է, որտեղ անարգում են Աստծուն, դրանից հետո տեղ են տալիս սատանային, չնայած որ սկզբից մտածում են, որ ինչ որ անում են Աստծո կամքն են կատարում։ Հրեաները նույնն են մտածում, համոզված լինելով, որ Հիսուսին խաչելով ինչ անում են ճիշտ են անում։ Սա ցավալի ճշմարտություն է։ Գիտեք, կան զգուշացումներ Աստծուց, որ Աստված երբ որ ուղարկում է, դրա միջոցով ուզում է ցույց տա, որ կան ընտրություններ, որից հետո որոշակի հետևանքներ են լինելու, շատ կարևոր է անել ճիշտ ընտրություն։ Օրինակ, հիշում եք, երբ որ Պողոս առաքյալը բանտարկյալ էր ու պետքա տեղափոխվեր Հռոմ, ինքը նավարկությունից առաջ հոգու մեջ տեսավ ու ասեց դիմացը փոթորիկ է, եկեք սպասենք, հիմա չգնանք, վտանգ կա առջևում։ Իրան չլսեցին, անարգեցին իր խոսքը, սկսեցին նավարկություն ու հայտնվեցին փոթորկի մեջ։ Փոթորկի ժամանակ Աստված իր հրեշտակին ուղարկեց Պողոսի մոտ, ասեց քո պատճառով բոլորին փրկելու եմ։ Ասեց նավը կկորչի, բայց մարդիկ չեն մեռնի, չեն կործանվի։ Ու տենց էլ եղավ։ Բայց եթե լսեին Պողոսի նախորոք, նավարկությունը հետաձգեին, նման վտանգի առաջ չէին կանգնելու, անարգեցին զգուշացումը։ Մի ուրիշ ժամանակ, երբ որ Պողոս առաքյալը եկեղեցում էր, Երուսաղեմից մի մարգարե եկավ ու ինքը տեղեկացրեց, ասեց սով է սպասվում։ Ու եկեղեցին լսեց զգուշացումը, ոչ թե խառնվեց իրար, ոչ թե ասեց ես ինչեր ես մարգարե անում, ոչ թե այդ մարգարեին սկսեցին հայոյել, այլ հասկացան, որ զգուշացումը Աստծուց է, նպատակային Աստված իր խոսքը ուղարկել է, որ պատրաստ լինեն։ Ու իրանք ինչ արեցին։ Իրանք սկսեցին զոհաբերություն հավաքել ու պատրաստվեցին։ Ու այդ օրերը, երբ որ եկավ, իրանք այդ պատրաստված զոհաբերություն ուղարկեցին Երուսաղեմ, որը եւ այդ պահի համար դարավ հարցի լուծում։ Իրանք փրկվեցին սովից։ Ես հիշում եմ մի անգամ Ջոն Պոլ Ջեքսոնը, ինքը հայտնի մարգարե էր, մի քանի տարի առաջ գնաց երկինք, ինքը պատմում է, ասում է 86 թվականին ինքը երազ է տեսնում։ Երազի մեջ ինքը տեսնում է, որ Challenger արբանյակը, որը ամերիկացիները ուղարկում էին կոսմոս, ինքը երազի մեջ տեսնում է, որ այդ Challenger-ը կործանվում է։ Ինքը վերցնում է, զանգում է ամերիկյան այդ կենտրոնը, NASA-ը ոնց որ կոչվում,
ու իրանց զգուշացնում է, ասում է ձեր արբանյակի հետ ամեն ինչ նորմալ է, որտեղ ես նման երազ եմ տեսել։ Աստված զգուշացնում է ձեզ, որ խնդիր կա, որ կարա շատ վատ ավարտ ունենա։ Իրան լսում են ու ասում են հանգստացի, մեր մոտ ամեն ինչ նորմալ է, մեր մոտ ամեն ինչ ստուգվում է, որևէ խնդիր չկա։ Անցնում է որոշ ժամանակ, այդ չելենջերը թռնում է ու մի քանի վայրկյան հետո օդում տեղի է ունենում վթար, այսինքն ինքը պայթում է օդի մեջ ու անձնակազմը 7 հոգի ամբողջությամբ մահանում են ու կատարվում է այդ խոսքը, որը մարգարեն զգուշացրել էր, բայց ովքեր որ լսել էին խոսքը, իրանք անարգեցին զգուշացումը, իրանք չդրեցին ու շատի չզեմնեցին այդ արբանյակը, որ տեսնեն ինչ խնդիր կա։ Աստված զգուշացումները ուղղակի չի տալի։ Երբ որ վեհարանի հետ կապված այդ երազը ես հիշում եմ, ես հասկանում, որ դա հենց այնց երազ չի։ Դա մեր ընտրությունից է կախված։ Եթե մենք թույլ տանք վեհարանի պղծումը, առաքելական եկեղեցուն կարժեքազրկեն, դրանից հետո ամբողջ աշխարհով մեկ կարժեքազրկվի առաքելական եկեղեցին, ու հայ ժողովուրդը աշխարհի որ ծայրում էլ ուզում է լինի, կկորցնի Աստծո պաշտպանությունը։ Գուցե հիմա իմ ասածները ձեր համար անհավանական է, բայց անհավանական էր նաև Հիսուսի ասածները, երբ որ ասում էր. ինձ ընդունողը հորն է ընդունում, ինձ մերժողը հորն է մերժում, ու երբ որ ինձ մերժում եք, դուք անեծք եք բերում ձեր երկրի վրա, ինչը որ հետագայում տեղի ունեցավ։ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավը դիվային ծրագիր է, նպատակային, Հայաստանի ոչնչացման դեմ ուղղված, հայ ժողովրդի դեմ ուղղված ամբողջ աշխարհով մեկ։ Մի մտածեք, որ եթե դուք դրսում եք ապրում, դա ձեզ չի վերաբերվում։ Ամբողջ աշխարհով մեկ, եթե առաքելական եկեղեցուն հեռացնեն այն դիրքից, որի մեջ միշտ եղել է, հայ ժողովրդի վրայից հեռանալու է պաշտպանությունը։ Ու որտեղ էլ որ գտնվելու լինի հայը, ինքը դառնալու է խոցելի։ Ու նաև ցավալի մի բան ասեմ ամբողջ աշխարհի քրիստոնեական երկրերի համար։ Հայաստանը ինքը արմատն է քրիստոնեության։ Պետք է լիներ Իսրայելը, բայց Իսրայելը մերժելով Հիսուսին, քրիստոնեության արմատը դառավ Հայաստանը։ Ու բոլոր մյուս երկրերը դրանք ճյուղերն են։ Եթե արմատը չորանա, ամբողջ ծառը կամաց չորանալու է։ Ինչքան էլ հիմա փարթամ ճյուղեր լինեն, այդ ճյուղերը արմատի հաշվին է, որ այդքան լավ պտուղ ունեն ու լավ փարթամ են։ Ու հիմա հարձակումը ուղղված է արմատի վրա։ Ու եթե այն բոլոր քրիստոնեական երկրերը անարգեն Աստծո ուղերձը, որ անդադար հնչեցնում ու ասում եմ, զինեք ու պատրաստեք մինին արարատն ու ասքանազը, դա նշանակում է ձեր անտարբերությամբ, եթե դուք դա չեք անում, թույլ եք տալի, որ արմատը արմատախիլ անեն, իսկ եթե արմատը արմատախիլ անեն, դա անդրադառնալու է բոլորիդ վրա։ Բոլոր քրիստոնեական երկրերում սկսվելու է քաոս, փոթորիկ, երկրաշարժ, հոգևոր առումով, ինչը որ եղավ Իսրայելում, երբ որ խաչեցին Հիսուսին։ Ուղերձ, երբ որ Աստված ուղարկում է բոլորիդ, որ զինեք ու պատրաստեք մինին արարատն ու ասքանազը, նշանակում է, երբ որ դուք օրհնեք Հայաստանը, այդ օրհնությունը կվերադառնա ձեզ։ Բայց երբ որ դուք դա չեք անում ու անարգում եք մարգարեությունը ու ձեր պասիվությամբ թույլ եք տալի, որ սատանան հաջողություն ունենա, դու նույնն է, որ թույլ եք տալի, որ անեծքը գա Հայաստան ու կործանի Հայաստանը, ու դրանից հետո այդ անեծքը անդրադառնալու է բոլորիդ վրա։ Հիշեք, ինչ կատարվեց Երուսաղեմի հետ։ Հիշեք Հիսուսի խոսքերը։ Ոչ մեկ չէր հավատում, որ դա ճշմարտություն կլինի։ Այն ինչ որ ես հիմա ասում եմ, նույնպես դուք չեք հավատում, բայց երանի նրան, որ կհավատա։
Երանի նրան, որ կմասնակցի Երեմիա 51:27-ին, կզինի, կպատրաստի մինին արյատն ու ասքանազը, կպայքարի Աստծու կամքի համար։ Դա նույնն է, որ ինքը կմտնի տապանի մեջ, որը ջրհեղեղի ժամանակ թեկուզ եւ փոթորիկ էր, բայց ինքը ապահովության մեջ էր։ Երեմիա 51:27 տեսիլքին մասնակցողը մտնում է տապանի մեջ, ապահովության մեջ, իսկ տեսիլքը անարգողը ինքը արդենից դատապարտված է, Հայաստանին օրհնողը օրհնված է, անիծողը անիծված է, ամեն գործողություն բարձրացած Աստծու կամքի դեմ, Երեմիա 51:27 տեսիլքի դեմ անիծված է ու իր այդ բերումը անեծք բոլոր մասնակիցների վրա։ Սա զգուշացում է բոլորին, ընտրությունը ամեն մեկի տա, ով որ լսում է ուղերձը։ Ես օրհնում եմ ձեզ, որ ձեր միտքը լուսավորվի Աստծու կամքի համաձայն ու դուք անեք Աստծու կամքի համաձայն ընտրություն։ Ուղերձը վերաբերում է ոչ միայն հայությանը, այլ ողջ աշխարհին։ Ողջ աշխարհը կանգնած է ընտրության առաջ։ Ձեր վերաբերմունքից է կախված, թե ինչ ապագա կունենաք դուք վաղը։ Հայաստանին օրհնողը, տեսիլքը կատարողը օրհնված է, Հայաստանին անարգողը, տեսիլքը մերժողը հենց իրա վրա բերում է անեծք ու իրա վրայից հեռացնում է Աստծո պաշտպանությունը։ Թող Աստված իր զորությամբ կպնի ամեն մեկիդ ու իր տեսիլքը բացի ձեզ, որ դուք հասկանաք դրա լրջությունն ու կարևորությունը, ու եթե սխալ ճանապարհի վրա եք, ապաշխարեք, զղջաք ու ընտրեք Աստծու կամքը, մերժելով սատանայի ծրագրերը։ Օրհնում եմ Աստծու կատարյալ կամքի իրականացումը, Աստծու խոսքի համաձայն, Աստծու տեսիլքի համաձայն, որ ասված է Հայաստանի համար։ Հայր իմ, օրհնիր մինին արյատն ու ասքանազը, որ բարձրանա քո զորավոր ձեռքով ու դիմակայի այն ծրագրերին դիվային, պայքարելով Բաբելոնի դեմ, թույլ չտալով բաբելոնյան իշխանության տարածումը։ Հայր քո զորությամբ իրականացրա քո խոսքը, ու թող քո թշնամիները խայտառակ ձևով պարտություն կրելով ցիրուցան լինեն ու հավիտյանս հավիտենից հեռանան։ Ամեն։